Ուզում եք մի երկրի հաղթեք, փակեք մտավորականների բերանը։ Իմ կողմից, բոլորիս կողմից շատ սիրված, հարգված, ամենամաքուր, ամենահրաշք մեր կոմպոզիտորներից մեկը, Մարտին Վարդազարյան։ Հարցեր տվեցին, այդ մարդը երաժշտությունից դուրս եկավ, մտավ մի հատ պատասխան տվեց, այդ պատասխանը դարձավ մեծ վերնագիր, ինքը դրա համար ընկավ հիվանդանոց, սրտի խնդիրներով, ես հայտնվեցի իր կողքին, ասեցի Մարտին Ցոլակովիչ, բոլոր հայհոյանքները խնդրել եմ ջնջել են, ասի մի նեղվեք, ասեց հա արա ջան, շնորհակալ եմ։ Այսինքն հիմա այդ մարդուն, որ ուզենաս հարցազրույց տա, էլ կտա, երբեք չի տա քաղաքական թեմայի մեջ մտնի, որտեվ հայհոյեցին իրան, որտեվ մեկի սրտով է, մեկի սրտով չի։ Դա համար սա զենքի տեսակ էր, որ մտավորականներին լրացրեցին, այդքան բան։ Այդ զենքը ես կարծում եմ, որ ներսում թշնամի պետք չի փնտրել, դրսից է թշնամին, ու այդ թշնամին շատ սիրուն ձևով կաշառելով, չգիտեմ, մեխանիզմները չգիտեմ, բայց դա կարող էր անել մենակ դրսի մարդ, որ մեր մտավորականների բերանը փակի։